Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց ուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաեւ այն ծրագրերն ու ծառայությունները, որ նախատեսված են թիրախային այս խմբի համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա մեր հաղորդման թեման նոր ծրագիր է, որ սկսել է Alzheimer խնամք Հայաստան կազմակերպությունը։ Մեր հյուրերն են Մելանիա Սամսոնյանը, որ կազմակերպության համահիմնադիրն է, եւ Լիլիթ Աբրահամյանը, ինքնության վրա հիմնված հոգետրավմաթերապևտ է, մենթոր, տրեյներ։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք։ Տիկին Սամսոնյան, ասացեք, խնդրեմ, ինչ նոր ծրագրի մասին է խոսքը, պարբերականություն, տևողություն, ում համար է նախատեսված։ Նախ սկսեմ նրանից, որ արդեն Երևանում մենք ունեինք երկու հիշողության սրճարաններ, ծրագրեր, որոնց նպատակը տարեցների հետ այսպես ամեն շաբաթը մեկ անգամյա հանդիպումների միջոցով նրանց կոգնիտիվ ֆունկցիաների խթանումներ, հիշողության, մտածողության, կենտրոնացվածության զարգացումը, սակայն այս Արցախի նոր ծրագրի բուն իմաստը եւ նշանակությունը այլ էր, կարծես թե Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, որոնք հանգամանքների բերումով կորցրել են ամեն ինչ եւ հանդիսանում են բնականաբար խոցելի խմբերը երեխաները եւ տարեցներն են, եւ եթե երեխաների այսպես ինտեգրում ավելի արագ է իրականացվում, ապա տարեցների մոտ մի փոքր այլ է, կորցրել են բնորանը, կորցնելուց բացի նաեւ վերջիններս հայտնվել են իրենց համար անսպասելի նոր իրավիճակում եւ կարևոր նպատակը, այսպես ասած, նրանց անվտանգության վերականգնումներ, այս սթրեսերի հաղթահարումը, նոր իրավիճակում հարմարվելու կարողությունները եւ երկու բառով ներկայացնեմ, ըստ էության մեր մասնագետները իրականացնում են մի քանի ֆունկցիաներ, սիմպտոմների կարգավորում, հիշողության զարգացում, մտածողության զարգացում եւ նշեմ, որ տարեցները մասնակցում են հաճույքով։ Տրավմայի մասնագետ եք, ասացեք, ընտրեմ, ինչ դժվարություններ կան այն մարդկանց հետ աշխատանքում, որ ինչպես Տիկին Մելանյան նշեց, կորցրել են ամեն ինչ։ Որն է մեխը նրանց հետ աշխատանքի։ Վերապատրաստում եմ թիմին, հոգեբանների թիմը եւ մեկ սոցիալական աշխատող, ովքեր որ երկու քաղաքներում աշխատում են տարեցների հետ, յուրաքանչյուր խմբում 25 հոգի։ Շատ կարևոր է, որպեսզի մասնագետները վերապատրաստվեն եւ տեղեկացված լինեն հոգետրավմաներից, եւ որոշ ինֆորմացիա կարողանան փոխանցել տարեցներին, որպեսզի իրենք հասկանան իրենց ճշմարտությունը, իմանան թե ինչի մեջ են եւ իմանան թե ինչ է իրենց հետ կատարվել, փոխարենը կորելու, այսպես ասած, հոգեբանական պաշտպանական մեխանիզմների մեջ, որոնցից կարող են լինել օրինակ սահմանափակող համոզմունքներ ձևավորելը կամ պահանջատեր դառնալը ոչ առողջ ձևով, որի հիմքում կարող է ընկած լինել օրինակ ագրեսիան, որ օրինակ ինչու ես ունեմ, դուք չունեք, կամ դուք մեղավոր եք, որ ես կորցրեցի եւ ավելի բացասական էմոցիաները գերիշխեն։ Այո, բացասական էմոցիաները գերիշխեն եւ շատ կարեւոր է, որպեսզի նրանք էլ իմանան հոգետրավմաների մասին եւ գիտակցելով թե իրենց հետ ինչ է կատարվել, կապ հաստատելով իրենց ճշմարտության հետ, կարողանան արտահայտել իրենց խեղդած էմոցիաները, որը կապված է այդ բոլոր կորստի հետ։ Տիկին Մելանիա, ասացեք, խնդրեմ, թե ծրագրի տևողությունը որքան է եւ միայն Երևանում է, թե այլ քաղաքներում էլ եք իրականացնում եւ քանի հոգի է մասնակցում, քանիսն է շահառուները։ Նախ նշեմ, որ ծրագիրը իրականացվում է Հայկական բարեգործական միության անմիջական աջակցությամբ։ Ծրագրի տևողությունը 12 շաբաթ է։ Ես արդեն նշեցի, որ մենք արդեն իրականացնում էինք Երևան քաղաքում երկու տեղ, Գյումրիում մի տեղ, այս նոր աջակցության արցախյան ծրագիրը իրականացվում է Երևանում եւ Գյումրիում։ Քանի հոգի է մասնակցում։ Մոտավորապես 18-ից 20-25 հաճախ անձինք այցելում են։ Արցախից եկած մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար, այսինքն մեթոդները բաց են, իրենք գիտեն, որ իրենց հետ աշխատում են մասնագետներ, որովհետեւ իրենք այսպես հաշտվեն կամ ընդունեն այն, ինչի միջով անցնում են եւ անցել են։ Ինչ դժվարություններ կարող են հանդիպել այդ ընթացքում։ Կարող է լինել մարդիկ, որոնք ինչ որ մի պահից հրաժարվեն։
Մենք շատ զգույշ ենք, ես նշեցի արդեն վերապատրաստում եմ թիմին, որպեսզի իրենք կարողանան աշխատեն հետ տրավմատիկ ստրեսային խանգարում ունեցող մարդկանց հետ։ Ռիսկեր կան իհարկե, այցելությունները բնականաբար պարտադիր չեն միայն ցանկությամբ, մինչ օրս մեծ սիրով են եկել ինձ հետ կիսվում են թիմի անդամները յուրաքանչյուր մենթորության պարապմունքի ժամանակ։ Ռիսկերը հետևյալն են, որ պետք է շատ զգույշ լինել տարեցների հետ աշխատանքում, երբ որ կպնում ենք հույզերին, որովհետև նրանք կարող է որոշ սրտի հիվանդություններ կամ ինչ-որ բաներ ունենան, որը որ շատ հույզերն էլ շատ բուռն ապրել է իրենց կարող է մի որոշ վնասել, այդ պատճառով վերապատրաստելով մասնագետներին, իրենք էլ իրենց կարծիքը հրաշալի մասնագետներ են, կիսում են, որ շատ զգույշ ենք լինում, մենք իրենց տալիս ենք տեղեկություն այս պահին հույզերի մասին եւ անում ենք որոշ վարժություններ, որպեսզի իրենք կարողանան նախ հասկանալ, թե յուրաքանչյուր հույզը իր առողջ եւ անառողջ ձևում ինչ է իրենից ներկայացնում, որ օրինակ բոլոր հույզերը համահավասար են, ինչքան զայրույթը կարող է առողջ լինել, այդքան էլ սերը եւ հակառակը ինչքան սերը կարող է անառողջ լինել, այդքան էլ զայրույթը։ Եվ այս 3 պարապմունքների ընթացքում արդեն փորձը ցույց է տալիս, որ տարեցները սկսում են կիսվել։ Իրենք արդեն բացի նրանից, որ ասում են իմ կյանքը լավ է, ուրախ է, ես ուրախություն, երջանկություն ուզում, նաև սկսել են խոսել վախերից, զայրանալուց, վշտից։ Իսկ մենք գիտենք, որ մարդը մինչև իր հույզերը չապրի, չարտահայտի, չի առողջանա։ Այսինքն սեղմելը, քողարկելը, թաքցնելը միանշանակ բացասաբար է ազդելու մարդու կյանքի որակի վրա ու Այո, բացասաբար է ազդելու մարդու կյանքի որակի վրա եւ կան բազմաթիվ հետազոտություններ, որ սեղմված զայրույթը առաջացնում է մի շարք հիվանդություններ։ Եվ ի վերջո, օրինակ, տրավման չի ապրում մեր գիտակցության մեջ, ապրում է մեր ենթագիտակցության մեջ եւ այսպես ասած մարմնում, մարդը ուղղակի սկսում է հիվանդանալ, երբ չի արտահայտում իր հույզերը կամ եղած հիվանդությունները ավելի են խորանում։ Այդ իսկ պատճառով հիմնական նպատակը տարեցների մոտ հուզական բանականություն, այսպես էմոցիոնալ ինտելեկտը բարձրացնելն է, ինչը մինչ այսօր դեռ հաջողվում է։ Տիկին Սամսոնյան, ինչ են ցույց տալիս առաջին մի քանի շաբաթվա պարապմունքները, ինչպես են արձագանքում Գյումրիում եւ Երևանում Արցախից եկած մեր հայրենակիցները այս ծրագրին։ Նախ սկսեմ նրանից, որ հաճախում են մեծ հաճույքով։ Մենք արդեն նախկինում փորձ ունենք, երբ իրականացնում ենք այսպես կարծիքների հավաքագրում եւ այդ կարծիքների հավաքագրման արդյունքները ամփոփելով գալիս ենք ընդհանուր որոշակի նորմերի փոփոխման, որոշակի նորմերի վերանայման եւ պիտի հաճույքով նշեմ, որ արցախցիները այս ծրագրին մասնակցում են հաճույքով, անգամ մի հետաքրքիր բան նշեմ, կանայք գալիս են ամենագեղեցիկ զարդերով իրենց, ամենագեղեցիկ հագուստներով, գալիս են կիսվում են միմյանց հետ իրենց տպավորություններով, միմյանց կոմպլիմենտներ են անում, որը հիանալի է, գերհաճելի իրավիճակ է եւ մեր բուն նպատակներից մեկը մենք դարձնում ենք ոչ թե միայն պարզապես խթանել, պարզապես այդ սթրեսերը կարգավորել, մենք պետք է նրանց այսպես հասկանալի տանք տեղեկատվություն, որ դրանք բնական արձագանքներ են, այդ վախերը, անհանգստությունները եւ այդ բնական արձագանքներից դուրս գալու ուղիները կան, դրանք հաղթահարելի են։ Այն Լիլիթը հիանալի նշեց, որ այո, մեր բուն նպատակը այս իրավիճակից իրենց դուրս բերելն է եւ իմ մոտեցմամբ Արցախյան այս ծրագրից մեր այցելուները դուրս կգան այդ վախերը, անհանգստությունները հաղթահարած եւ մի շատ կարեւոր հանգամանք եւս անհրաժեշտության զգացողությամբ, որովհետեւ այսօր նրանք գուցե հաշտվել են նրա հետ, որ այո, կորցրել ենք մեր բնական կյանքը, կորցնելով հայտնվել ենք մեզ համար դժվար իրավիճակում եւ պետք է պարզապես հաշտվենք եւ շարունակենք ապրել, ոչ իրենց պիտի բերել անհրաժեշտության զգացողության, որը մեր բուն նպատակներից մեկն է եւ ինձ թվում է այս ծրագրի ավարտից հետո այս խումբը համենայն դեպս կկարողանանք հասնել այս բուն նպատակի իրականացմանը։ Տիկին Սամսոնյան, գնահատելու համար արդյունքները իհարկե մենք կարող ենք ենթադրել, որ լավ կլինի, բայց պիտի այնուամենայնիվ արդյունքները չափելի լինեն։ Արդյոք մինչև սկսել է որևէ տեսակի հետազոտություն կամ հարցարան անցնում են մասնակիցները, որպեսզի ավարտին էլ անցնեն եւ համեմատել հնարավոր լինի արդյունքները։
Այո, իրականացվել է նախնական թեստավորում մոկաթեստերի միջոցով, հարցաշարեր է լրացվել մեր մասնագետների մասնակցությամբ, գնահատվել է եւ վերջում եւս պետք է իրականացվի եւ գնահատենք արդյունքները, որը արդեն մեր աշխատանքի, այսպես նրանց հետ կատարված աշխատանքի արդյունքի իրական գնահատականը տեսնելու միտում կունենա։ Հրաշալի։ Լիլիթ, ասացեք, խնդրեմ, ինչ է նշանակում ինքնության վրա հիմնված ձեր մեթոդը, այսինքն ինչ է դրա էությունը եւ եղել է մեր տաղավարում մարդիկ շատ հեղինակավոր, այսպես կեսկատակ ասել են, որ հայ լինելը դժվար է, հաշվի առնելով այն գենետիկ հիշողությունը, որ մենք ունենք, այն դժվար կյանքը, որ ունեցել է հայ ժողովուրդը, դա արդյոք կապ ունի սրա հետ, երբ որ ինքնություն ենք ասում։ Ինքնության վրա հիմնված հոգետրավմաթերապիա, որը որ հիմնադրել է գերմանացի Ֆրանց Ռոբերտը եւ որը հենց իմ պրոֆեսորն է, ես իր մոտ եմ սովորել։ Այստեղ կարևոր է նշել, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնությունը, մենք ինչպես ենք սահմանում այն, ինձ հետ կատարված բոլոր դժբախտ եւ լավ դեպքերը, այն ամենը, ինչ ինձ հետ տեղի է ունեցել իմ ստեղծման պահից մինչեւ մահ, կազմում է իմ ինքնությունը։ Եվ երբ մենք մերժում ենք ինձ հետ կատարվածի որևէ մի մասը, ապա մերժում ենք մեր ինքնությունը։ Սա ինչ է նշանակում, դուք նշեցիք, որ հայ լինելը դժվար է եւ այլն, ես այստեղ կասեմ, հղում արեցիք ձեր հյուրերին, ես այստեղ կասեմ, որ դա որպես սահմանափակող համոզմունք է հնչում, հա, հայ լինելը դժվար է։ Լավ, ինքնության հետ եթե առնչվենք, կասենք, իսկ ինչու է դժվար, ինչ է եղել մեզ հետ, որ դժվար է։ Հետ գնալով եւ չմերժելով այդ ցավը։ Օրինակ, այսպիսի մի տենդենց էլ կա, որ պատերազմից հետո, այս ամենից հետո շատերը բոլորը խոսում են ապագայի մասին, նորը ստեղծելու մասին, ինչը հրաշալի է։ Մի շարք ծրագրեր կան եւ այլն, բայց նաեւ կարեւոր է չմոռանալ մեր իրականությունը, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Եվ այդ անցյալը, այդ դժբախտ դեպքը, հա, որ մեզ հետ տեղի է ունեցել, մեր ինքնության մի մասն է, հետ գնալ եւ զգալ այն ցավը, որը որ մենք ապրել ենք այնտեղ, որովհետեւ միայն այդ վիշտը ցավը ապրելով, վերջացնելով, ընդունելով հնարավոր է իր բեռից ազատվել։ Բայց որպես ինքնապաշտպանություն մարդը պիտի, չէ՞ որ ապրել է արդեն, չի պիտի մոռանա, որպեսզի հաղթահարվի։ Մոռանալ ասելով կարևոր է հասկանալ, թե մոռանալ ասելով ինչ նկատի ունենք, որովհետև մարդու հոգեկանը տրավմայից հետո պարակտվում է 3 մասի, բաժանվում առողջ մասի, տրավմատիկ մասի եւ գոյատևող մասի, հա, որի շրջանակներում էլ ձևավորվում են հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ։ Պաշտպանական բառի վրա եմ այստեղ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև այդ մեխանիզմները մեզ պաշտպանում են ցավից։ Այդ որ ասում եք մոռանալ, օրինակ շատ լավ օրինակ կարող է լինել Ջորջ Օրվելի Անասնաֆերմա գործը, որտեղ ինչ է լինում, երբ որ անասնաֆերմայում տեղի խնդիր է լինում, արդեն զգում են, որ իրենց այդ կառուցվածքը փչանում է, ձին որոշում է, որ ինքը ավելի շատ է աշխատելու։ Մի որոշ կենդանիներ ավելի հիմարիկ են սկսում իրենց պահել հավերը, մյուսները ավելի սկսում են կատաղած լինել։ Այս բոլոր գործողությունները ավելի շատ աշխատել, ավելի հիմարիկ լինելը, փորձել մոռանալը, փորձել չհասկանալը, սրանք հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ են։ Իսկ դրանք առողջ չեն մեզ համար, որովհետև մի որոշ ինքնախաբեություն են իրենցից ներկայացնում։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի հուզական բանականություն, հուզական ինտելեկտը զարգացնելով բոլորը կարողանան հետ գնալ եւ զգալ իրենց կորստի ցավը, ապրել մինչև վերջ, ոչ թե մնալ դրա մեջ, որպեսզի ազատվեն դրանից։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին որ տեղի է ունեցել եւ արդեն առողջ ձևով առաջ շարժվել, այլ ոչ թե հոգեբանական պաշտպանական մեխանիզմներով, այլ ոչ թե ճնշելով, այո։ Տիկին Մելանիա, մեզ լսում են դարեցներ, լսում են նաև մարդիկ, որ Արցախից են եկել, արդյոք հնարավորություն ունեն դեռ ինչ-որ մի փուլից միանալու իրենց հայրենակիցներին, մեր հայրենակիցներին ծրագրին եւ ինչ պետք է անեն, ում դիմեն։ Ծրագիրը բաց է բոլորի համար, բոլոր արցախցիների համար բաց է, մենք տեղեկատվություն տրամադրել ենք,
բոլորը հնարավորություն ունեն միանալու ցանկացած փուլից, թեև ասացի արդեն 12 շաբաթյա ծրագիր է, բայց մենք մտածում ենք, որ այն կարող է եւ պետք է շարունակական լինի նոր խմբերներ գրավելու առումով, այդուհանդերձ նշեմ, որ ծրագիրը բաց է բոլորի համար։ Տիկին Մելանիա, իսկ այն մարդիկ, որ մեզ լսում են Արցախից եկած մեր հայրենակիցներ եւ ցանկություն կհայտնեն միանալու, ինչ քայլեր պիտի դիմեն, արդյոք ունեն հնարավորություն դեռ։ Նախ նշեմ, որ ծրագիրը 12 շաբաթյա է, բայց այն նախատեսում է շարունակական լինել այն բոլոր հայկական մարզերում, որտեղ կան արցախյան կուտակումներ, որտեղ մենք հնարավորություն կունենանք ծրագիրը վերագործարկել, այսպես ասած, ծրագիրը ֆինանսավորվում է հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով եւ միջոցներով եւ նշեմ, որ ծրագիրը բաց է, բոլորը կարող են միանալ ծրագրին, կարող են ներգրավել թեկուզ ծրագրի կեսից, այնպես որ մենք բաց ենք բոլորի համար։ Ինչպես դիմեն, որտեղ դիմեն, սոցիալական ցանցերում կարող են կազմակերպությանը գրել, զանգահարեն, ինչ եղանակներով կարող Այո, սոցիալական կայքերում սովորական մասնագետը, սոցիալական աշխատողը, հոգեբանը ինչ պիտի ավելին իմանա, որպեսզի կարողանա աշխատել տրավմա ունեցող մարդու հետ։ Ես իրենց վերապատրաստում եմ փոխանցելով հոգետրավմաների մասին գիտելիք եւ դրա վրա հիմնված հուզական բանականության գիտելիք հոգետրավմաներից ելնելով եւ շատ կարեւոր է նաեւ ուզում եմ նախկինում էլ նշել թե ինչ է իրանից ներկայացնում հոգետրավման դա վնասվածքն է տրավմա բառը գալիս է հունարենից որը նշանակում է վնասվածք ինչպես արդեն նշեցի նախկինում թե հույզերը իրենց առողջ եւ անառողջ ձևում ինչպես են արտահայտվում նաեւ որ իրենք թիմի հետ խմբերի հետ աշխատելուց կարողանան հասկանալ թե ավելի խորքային հասկանալ թե տարեցները որ դեպքում են ավելի շատ ընկղմվում այդ գոյատևման ստրատեգիաների մեջ, որոնք որ նույնն են ինչպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմները, որպեսզի թիմը պատրաստ լինի աշխատել բռնի տեղահանված տարեցների հետ, ովքեր որ ունեն հետ տրավմատիկ ստրեսային խանգարում, որովհետև օրինակ դեպքեր են լինում, որ տարեցները կարող են սկսել իրար մեղադրել, արդեն էլի նշեցի կամ շատ հուզվել այդ կորստի մասին խոսելուց եւ այլն, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչպես կարողանան իրավիճակը կառավարել։ Տիկին Մելանիա, դուք արդեն ձեր խոսքում ասացիք, որ երեխաները, տարեցները ավելի խոցելի են, բայց երեխաները դպրոց են գնում, մանկապարտեզ ինչ որտեղ սոցիալիզացվելու հնարավորություններ ունեն, իսկ տարեցների մասով, որ իրավիճակը ներկայացնեք, չէ՞ որ իրենք գալիս են, պատմում են, եւ արդյոք արտ թերապիան, որովհետեւ իրենք աշխատում են տարբեր նյութերով, նկարում են, դա ինչ որ կերպ դրական ազդեցություն է ունենում։ Անշուշտ, բացի այն, որ արտ-թերապիան զբաղվածություն է առաջացնում, այն Լիլիթը թույլ չի տա ստեմ, այն նաև ներքին հուզական վիճակն է արտահայտում անձի, ցանկացած գիծ, ցանկացած նկար, ցանկացած կավի առարկայի ստեղծում արտահայտում է ցանկացած մարդու հոգեվիճակը եւ դա եւս գնահատական կարող է հանդիսանալ նրանց ներքին վիճակի անշուշտ արտ-թերապիան օգնում է եւ ներքին վիճակի բացահայտման եւ այդ սթրեսային իրավիճակից դուրս գալու հարցում Տիկին Մելանիա, մեկ էլ մի բան, ես գիտեմ, որ դուք մասնագիտությամբ իրավաբան եք եւ շատ եք առնչվում ընդհանուր առմամբ տարեցների խնդիրներին, ոչ միայն Արցախից եկած, եւ կուզեի դրա վերաբերյալ էլ ասեք, այն հիմնական մտահոգությունները, որ դուք տեսնում եք, որովհետեւ հիշողության սրճարաններում հաճախ տարեցները ձեզ հարցախեղտ են անում, ի՞նչն է նրանց հուզում իրավական առումով։ Այստեղ ես կարող եմ շատ երկար խոսել, բայց փորձեմ համառոտ լինել, այո, տարեցներին հուզում է իրավական առումով իրենց բուն իրավունքները, իրենց բուն պարտականությունները, զավակների ծնողների հանդեպ ունեցած պարտականությունները տարեցների համար բոլորովին նորություն է, երբ ես նշում եմ, ընտանեկան օրենսգրքի համաձայն զավակները պարտավոր են, ոչ թե կարող են, պարտավոր են պահել ծնողներին, եւ չպահելու պարագայում ծնողը իրավունք ունի դիմի բռնագանձի ալիմենտ զավակից, սա իրենց համար այնքան նոր է, այնքան զարմանալի է, կամ մեկ ուրիշ փաստական հանգամանք,
յուրաքանչյուր տարեց իրավունք ունի ինքնուրույն տնօրինել, որոշել իր գույքի ճակատագիրը։ Այսպես հայկական մենթալիտետի համաձայն մահվանիցս հետո իմ գույքը անցնում է իմ զավակներին այսքան չափով, սա պետք է վերանա, տարեցը պետք է իմանա, իր գույքի ճակատագրի որոշելու իրավունք եւ հնարավորություն ունի։ Ես ներկայացրել եմ ցմահ հոգալու պայմանով ռենտայի պայմանագիրը, նրանց համար դա լրիվ նորություն էր։ Հատկապես միայնակ ծերը իրավունք ունի մտահոգվի իր գույքի ճակատագրով, կտակի նվիրատվություն անի այն անձին կամ կնքի ռենտայի պայմանագիր այն անձի հետ, ում հետ ինքը տեսնում է, ում տեսնում է արժանի, ում տեսնում է իրեն օգնական, ում տեսնում է իրեն հենարան, բոլորովին պարտադիր չի, որ մահվանից հետո օրենքով կարգավորվի այդ իրավահարաբերությունները։ Այս հարցերը հետաքրքրում է բոլոր տարեցներին, ես գուցե այս հաղորդման շրջանակներում չհասցնեմ եւ ես ձեզ պարզապես խնդրում եմ հատուկ հաղորդում կազմակերպել, որպեսզի ես հնարավորություն ունենամ ներկայացնելու իրավական առումով տարեցի իրավունքները, իրավական առումով տարեցի հնարավորությունները եւ ներկայացնեմ օրենքի պահանջը։ Երկրորդ շնչառությունը իր գործունեության ընթացքում պարբերաբար այս խնդրին անդրադարձել է, բայց փորձը ցույց է տալիս նաև դիտարկումները, որ մարդիկ իսկապես ավելին իմանալու անհրաժեշտություն ունեն եւ ամփոփելով Տիկ Մելանիա, մարդիկ, որ ցանկություն ունեն միանալու Արցախից եկած մեր հայրենակիցները, ինչպես դիմեն, ում դիմեն եւ արդյոք բաց եք նրանց ընդունելու համար։ Թեկուզ նախատեսված է ծրագրի 12 շաբաթյա տևողությունը, սակայն այդուհանդերձ այն բաց է, կարող են միանալ ցանկացած արցախցիներ, նույն բարեգործական ընկերության աջակցությամբ մենք նախատեսում ենք կենտրոններ բացել նաև այլ համայնքներում, որտեղ կան Արցախից եկած մեր հայրենակիցներ, մենք մտածում ենք այնպես կազմակերպել, որ հնարավորինս շատ արցախցի կարողանանք ներգրավել այնտեղ, մեր սոցիալական կայքերը բաց են, մենք ունենք Facebook-յան սոցիալական կայք, ունենք ձեր արդեն հաղորդումը կարծես թե եւ YouTube-յան եւ մեր բոլոր կայքերում առկա են մեր բոլոր տվյալները, ցանկացողները կարող են հեշտությամբ մեզ գտնել եւ միանալ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսանք, որ մարդիկ, որ լսում էին, իրենց էլ օգտակար եղավ, մտորելու տեղ տվեց եւ եթե ցանկություն ունենան, անվարան կդիմեն։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։